Բարև ձեզ, հարգելի հետևորդներ, հարգելի գյումրեցիներ, հիմա Աբովյան փողոցում, Գյումրու սրտում Մայր Հայաստան դաշինքը ներկայացնում է իր ծրագրերը, ինչպես տեղյակ եք, երեկ տեղի ունեցավ մեծ հավաք Մայր Հայաստանի ակտիվի հետ եւ այսօր որոշեցինք բուկլետներ բաժանել Գյումրու կենտրոնում եւ ծանոթացնել մեր Մայր Հայաստանի ծրագրերին, մենք ներկայացնենք մեր ծրագրերը Գյումրեցիներին տեղեկացնենք, որպեսզի մարտի 30-ին մասնակցեն ընտրություններին եւ կշռադատված ընտրություն կատարեն։ Այդ պատճառով մենք հիմա այստեղ փորձում ենք մարդկանց հնարավորինս շատ տեղեկացնել, ակտիվացնել, որ իրենք անպայման մասնակցեն մարտի 30-ին կայանալիք ընտրություններին։ Հիմա ես եթերը միացրած այդ գործընթացը կփորձեմ ներկայացնել։ Թեք եմ Նշեմ, որ մենք այս քարոզարշավի ընթացքում հատվեցինք հենց ԿՊ-ի գրասենյակի մոտով էինք անցել ու հատվեցինք ԿՊ-ականների հետ, շատ բուռն արձագանքեցին այդ հանգամանքին։ Ես նշեմ, որ լրատվամիջոցներից տեղեկություն ստացա, որ ԿՊ-ի ցուցակը գլխավորող տեխնացուն հրաժարվել է կամ կիսահրաժարվել է, նշել է, որ շատ ավելի կարևոր գործեր ունի, քան բանավիճելը, Կարեն Սիմոնյանը, Մայր Հայաստան դաշինքի առաջնորդող տեխնացուն, Սարիկ Մինասյանին հրավիրել էր բանավեճի, բայց ինչքան հասկանում ենք, ԿՊ-ի տեխնացուն խուսափում է այդ բանավեճից։ Հիմա մեր խնդիրն է հնարավորինս շատ գյումրեցիների տեղեկացնենք, թե մարտի 30-ին ինչ սկզբունքով իրենք գնան ընտրության, ընդհանրապես շատ ակտիվ մասնակցեն ընտրություններին։ Երիտասարդ ակտիվը պաստառներ է փակցնում բոլոր հնարավոր տեղերում։ Գյումրին նախընտրական է։ Մայր Հայաստանի երիտասարդ ակտիվն է մեր հետ։ Հարգելի գյումրեցիներ, հարգելի հետևորդներ, Մայր Հայաստան դաշինքը այս ընտրություններին մասնակցում է երկու կարևոր նպատակով։ Առաջինը մինիմում ծրագիրը իշխանազրկել ԿՊ-ին, թույլ չտալ, որ ԿՊ-ն վերարտադրվի Գյումրիում համայնքային իշխանության տեսքով, նրանք իշխանությունը բռնազավթելով հիմա ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել եւ մենք բոլոր հնարավոր օրինական միջոցներով ամեն ինչ անելու ենք, որ մարտի 30-ին ԿՊ-ն այստեղ չվերարտադրվի, իսկ առավելագույն ծրագիրը Գյումրի քաղաքում իշխանություն վերցնելն է, իշխանության պատասխանատվությունը վերցնելն է եւ գյումրեցիներին հուզող խնդիրներին լուծում տալն է։ Մենք գիտենք, որ գյումրեցիները հազարավոր խնդիրներ ունեն, սկսած պատմամշակութային ժառանգության պահպանումից, վերջացրած աղբահանություն, շներ, փողոցների խայտառակ վիճակ, անօթևաններ եւ հատկապես շատ կարեւոր է սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումը։ Այդ առումով եւս Մայր Հայաստան դաշինքը հստակ ծրագիր է ներկայացրել, խոսքը վերաբերվում է ազատ տնտեսական գոտուն, ազատ քաղաքի կարգավիճակին, որից հետո միայն հնարավոր կլինի խոսել զարգացող քաղաքի մասին։ Եթե այդ ծրագիրը կյանքի չի կոչվում, ապա կարող ենք ֆիքսել, որ Գյումրին դանդաղ դատարկվելու է։ Այդ պատճառով մենք մեր առաջ խնդիր ենք դրել Գյումրին եւ ընդհանրապես Շիրակի մարզը դարձնել զարգացման գոտի, որտեղ թե քաղաքն է մեծանում, թե բնակչությունն է մեծանում, բնական աճի տեսքով, արտերկրում բնակվող գյումրեցիներին այստեղ հրավիրելու տեսքով, մի խոսքով մենք ամեն ինչ անելու ենք, որ վերադարձնենք
այն քաղաքը, որը կար Լենինականի շրջանում, իսկ ինչպես գիտենք, Լենինականի շրջանում Գյումրին աշխատող, արարող քաղաք էր, որտեղ մարդիկ ունեին աշխատանք, ունեին հանրային կյանքով զբաղվելու, մշակութային օջախներ այցելելու հնարավորություն, բայց հիմա ցավոք սրտի այդպիսին չէ։ Մենք հիմա Աբովյան փողոցում ենք, սա Գումարի արգելոցի սիրտն է, այստեղ, քանի որ այստեղ հասել ենք, ես մի փոքր ներկայացնեմ, քանի որ Ալեքսանդրապոլյան պատմությանը շատ եմ տիրապետում, պահավոր պատշաճի եւ պատեպահն է, որ մի երկու խոսք այս շենքերի մասին ասենք։ Ուրեմն այստեղ Ալեքսանդրապոլի ժամանակ եղել է Ֆրանսիա հյուրանոցը, նույնիսկ հին ֆոտոներում երևում է, այս շենքը երկրաշարժի ժամանակ վնասվել էր, էականորեն էր վնասվել, բայց եւ երկար ժամանակ կիսավերակ վիճակում էր, հիմա տեսնում եք, որ վերանորոգվել է գրեթե նախնական տեսքով կամ ամբողջովին նախնական տեսքով։ Սա հայտնի բաղնիքն է, կենտրոնական բաղնիքն է Աբովյան փողոցում, բաղնիքի մշակույթը, ինչպես գիտենք, շատ տարածված է եղել Ալեքսանդրապոլում եւ բաղնիքները հենց քաղաքի կենտրոնում են եղել եւ գեղագիտական ճաշակ են թելադրել ճարտարապետության առումով, տեսեք ինչ հիանալի կառույց է։ Այսպես ընթացքում ես ժամանակ ունենամ քաղաքի պատմությունը նաեւ այս քարոզարշավի ընթացքում կներկայացնեմ։ Այս շենքը տեսնում եք տիկնիկայինն է, իդեպ սովետական տարիներին առաջին տիկնիկային թատրոնը բացվել է Գյումրիում։ Թեև շենքը սպիտակավուն է, բայց հետևը Ալեքսանդրապոլյան ոճի շենք է եղել, երբ սովետական իշխանությունները եկան, նրանք ասեցին, որ քաղաքը շատ սև է, սև տուֆի առկայությունը, նկատի ունենալով, հետևաբար պետք է ամեն ինչ անենք, որ մի քիչ սպիտակացնենք եւ սկսեցին նաեւ կիրառել քարի այս տեսակը եւ երեսապատել են, շենքի հիմնական մասը Ալեքսանդրապոլյան շրջանի է, բայց երեսպատումը արդեն 70-ական թվականների է։ Հերվում այս շենքի կողքը մյուս հատվածը արդեն Ռաֆայելովների առանձնատունն է եղել կամ եկամտաբեր տունը, որտեղ իրենք ոչ միայն ապրել են, նաև տարբեր նպատակներով վարձակալության են տվել։ Հետո այստեղ տեղակայվեց ՊԱԿ-ի շենքը, KGB-ն, շատ այսպես KGB-ի այստեղ իմիջիայլոց հյուրընկալվել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թեչերը, ով 90-ականներին այցելեց Գյումրի, Լենինական այն ժամանակ։ Մի խոսքով, այս ամբողջ փողոցը շնչում է պատմությամբ։ Այստեղ Անդրանիկ Թևանյանը Մայր Հայաստան դաշինքի առաջնորդը բուկլետներ է բաժանում, գյումրեցիներին տեղեկացնում է։ Լենիկ Մալխասյանի հետ էլ եթերում փոխադարձ փոխադարձ ուղիղ եթերները։ Լենիկ Մալխասյանը լրագրողական գործունեությունը թողեց եւ որոշեց մասնակցել Գյումրի ընտրություններին։ Եկեք ես ձեր ուղիղ եթերում խոսեմ։ Այսպես։ Այսպես ավելի ճիշտ կլինի, այո։ Ինչ եք կարծում, ակտիվությունը բարձր կլինի, ցածր կլինի։ Ինձ թվում է բավականին մեծ ակտիվություն կա գյումրեցիների շրջանում, ուրախացնում է երիտասարդների շրջանում ակտիվությունը եւ ոչ միայն, եւ իրոք զգում եմ, որ մարդիկ համատարած մերժում են քաղաքացիական պայմանագրին եւ նրա տեխնացուին եւ կարծում եմ, որ մարտի 30-ին մենք ունենալու ենք բացարձակ այլ իրավիճակ, առանց ԿՊ Գյումրի, այսքան։ Այդտեղից չէր։ Շարունակում է երիտասարդ ակտիվը Մայր Հայաստան դաշինքի բաժանել նախընտրական բուկլետները։ Գյումրեցիների մեծ մասը վերցնում է, ծանոթանում է, կշռադատում է, ես կարծում եմ, որ մեծ ակտիվություն է լինելու այս ընտրություններին,
որովհետև այլ տարբերակ չկա, միայն ժողովրդի ակտիվությամբ է հնարավոր ինչ-որ բան փոխել մարտի 30-ին, եւ ես կարող եմ ֆիքսել, որ ոչ միայն ես եմ ֆիքսում, այլ նաեւ սոցիոլոգիական հարցումներն են դա ֆիքսում, որ Գյումրիում համատարած հակաիշխանական, հակաքպական տրամադրություններ են եւ մարդիկ տրամադրված են մերժելու, թե դա մարտի 30-ին ինչ տեսք ունենա, Երևա միայն մարտի 30-ին։ Նախընտրական պաստառները